Սավիտենից ամեն Սայրապետական զարդարեցին Մահաթուրի երկրի Կորակելական արերս պատիվերնուս Կարա Քրիստոսի ով երանեկի արեցուս բայրապետ Գավրիքով արտապետությանը սերմուն Բայ պաշտության բուսուստին հասկս Ուրախության պտուղ հատուցանելով և ավատացելով ծրկրտություն շնորելով Վարսն որով բարեխոսի արտերված նամզանց ներոց Եվ ևս խաղությանս Տեր աճեսու կնկալկեցո և ողորմյա Օրնություն և պարքոր և որդվո և ողույ սրպով Այժմ և հիշ և ավիտյանս հավիտենից ամեն խաղաղություն ամեն էցու Եվ անկող Աստուծոտ երկրպակ Եզու Առաջիկով է Տեր Աստված մեր, որով կարողություն տանքն և մարդը կանասանելի, որով օրնությունը տանչապ է և կրտություն տամբավ, դոստարըտ մարդասիրությանըտ կում, նայացի ժողովուրդս քո իշտաճարս այսքու, և արանք մեծ և ընդաղոտակիցս մեր, առատապես գողորմություն քո և զգտություն, զիքես վայրն է պարկ իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և ավիտյանս հավիտենից ամեն։ Սիրեցի զիգվիս է տեր ձայնավոտիցի մոտ զիքոնարեցույցն կնգարից և ես հավորսիմ կարթացի աղնա Շեժեցան զինևիկում մահու և աղնատիզիս Նեղություն և դասկություն գտի և դանունքի առը կարթացի Ոտ է պրկյա զանձին ողորմաց և արտարետ էր աստվածներ ողորմ և տարստահայս կեր Ես կոնար և Պրկյա զանձին աղանետ ասիմատ աստված և զոտս իլիգայտագիտեները Հատվերը շարաշիկյան և ինքենկանյա Արդվոր և որդվո և ողույն սրպով Այժմ և միշտ և ավիտյան հավիտենից ամեն Սիրեցիվից է Տերս ձայնավորիցումով Այսօր ծնծա և երեցի են լամբանոց ընդասակյան տոներով Ըստ իշատակս տոտերս ուրտես ես Որի հոգույն սրպով աղավնակեց իքմանք վրկայեցակ Կարեքոսյա Քրիստոս վասնանցածներով Կանայապետըտյա ժանատեր շնորով Ողմույն բաշեցերս կրկական մարմին և զայուն ընկյալ Որում ռևենցյունի երկնից իջալ Բարեքոսյա Քրիստոս վասնանցածներով Պատվոր և որդվոր և ողմույն սրպով Այժմ միշտ և ավիտյանից ամեն Ադավաչևս կեզ լուսավորիչ որդվոց մերոց Նման յան մովսեսի նախամակարեին մեծից Լուսապայրակի ով աստված առաջ տեսնյան Բարեխոսար Քրիստոս վասնանցածներով Զիքո է կարողություն և զորություն և բար գավիտյանս ամեն Ոստում է Աստվածուն և զորություն և աման, որ խաչեց արկոսն մեր, ողորմյա մեզ, շուրբ աստվածուն և զորություն և աման, որ խաչեց արկոսն մեր, ողորմյա մեզ, շուրբ աստվածուն և զորություն և աման, որ խաչեց արկոսն մեր, ողորմյա մեզ։ Եվ ևս խաղաղությանս Տեր առաջեցու Վասն խաղաղության ամենայն աշխարհի և հաստատության սրբո եկեղեցու ըստ Տեր առաջեցու Վասն
մերոտ յարն գայրին սրպազնագույն կաթողիկոսին կենաց և բրկությանով բոլորին, ըստ Տերավաչեսու, Ասն վարտապետած քահանային սակավակած դպրած և ամենայում ուխտիման կանց եկեղեցվով, ըստ Տերավաչեսու, Ասն բարեպաշտ թագավորած և աստվածասեր իշխանած զորավարած և զորացրոցին, ըստ Տերավաչեսու, Ասն հոգվոս կանգուցելոց, որ ճշմարիտ և ույն ահավատովի Քրիստոս ննջեցին, ըստ Տերավաչեսու, Երբ ևս միաբան ասն ճշմարիտ և սուրբ հավատույց մերով, ըստ Տերավաչեսու, Զամձինս մեր և զնիմյանս յարն աստծու ամենակալին, անձնարասու, Որմյաց մեզ Տեր Աստված մեր ըսմեցի ողորմության կողմ, ասասուկ ամենեկյան միաբանության, Մարդասերես աստված գոլով և ես վայրը պարկ իշխանություն և պատիկ այժմ և միշտ էվարությանս հավիտենից ամեն։ Քահանայք քո զգեցին զարդարություն և սուրբը քո ծնծալով ծնծասցեն։ Ընթերցվածը Սողոմոնի իմաստության գրքից է։ Աստված մարդուն ստեղծել է անեղծ լինելու համար և արարել է նրան ըստ իր բարերարության պատկերի։ Մահը աշխարհ է եկել բանսարկուի նախանձով, և ովքեր նրա բաժինն են, նրանք էլ պիտի կրեն այն։ Բայց արդարների հոգիները Աստծու ձեռքին են, և մահը չի մոտենալու նրանց։ Անզգամների աչքին թվաց, թե նրանք մեռան, և նրանց ելքն այս աշխարհից համարվեց տանջանք, իսկ նրանց հեռանալը մեզնից կործանում։ Բայց նրանք գտնվում են խաղաղության մեջ, ու թեպետև մարդկանց թվում է, թե նրանք տանջվեցին, բայց նրանք անմահության հաստատ հույս ունեն։ Ինչպես և նրանք, որոնք չխուսափեցին սակավ ինչ տառապանքից, պիտի բարիքներ գտնեն, քանի որ Աստված փորձեց նրանց և նրանց էլ արժանի գտավ իրեն։ Նրանց փորձեց ինչպես ոսկին բովի մեջ և իբրև ողջակեզի զոհ ընդունեց նրանց, և երբ Տերն այցելի նրանց, նրանք պիտի պայծառանան ու վեր ընթանան, ինչպես կայծը եղեգի միջով, պիտի դատեն ազգերին և տիրեն ժողովուրդներին, և նրանց վրա հավիտյան թագավորելու է Տերը։ Ընթերցվածս Եսայու մարգարեությունից է։ Այսպես է ասում Բարձրյալը, որ հավիտենապես բնակվում է բարձրունքներում, Սուրբը սրբերի մեջ, նրա անունը Բարձրյալ է, և նա սրբերի մեջ է մնում, համբերություն է տալիս տարակուսանքի մեջ ընկածներին, և կյանք նրանց, որոնք սրտամաշ են եղել։ Ես հավիտյան վրեժխնդիր չեմ լինելու մեզ ձեզանից, և ոչ էլ մշտապես բարկանալու եմ ձեզ վրա, քանզի հոգին ինձնից է բխում, և ամեն շունչ ես եմ ստեղծել։ Ընթերցվածս Պողոս առաքյալի Եբրայեցիներին ուղղված թղթից է։ Հիշեցեք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծու խոսքն ասացին, նայելով նրանց կյանքի ընթացքի վախճանին, հետևող եղեք նրանց հավատին։ Հիսուս Քրիստոս նույնն է, երեկ, այսօր և հավիտյան։ Տեսակ և օտարոտի ուսմունքների մեջ մի տարուբերվեք, քանզի լավ է շնորհով ամրացնել սիրտը և ոչ թե կերակրով, որով ոչ մի օգուտ չստացան նրանք, որ այդպես ընթացան։
Ալելույա, ալելույա, կանայք քոզգեցին զարդարություն և սուրբը քո ցնծալով ցնծասին։ Սրբու ավետարանից Հիսուսի Քրիստոսի մորս Մաթեոսի Եվ գնելու կայսերտև խորագել իբրև զոտ, և միամիտ իբրև զաղավնիր, զգուս լինիքի իմարդկան է, զի մարդներստենս ձեզ, հակյանս և իժողովտս, յուրյանս տանջես տենս ձեզ, և առաջի դատավորած և թակորած տանից են, ըստ ձեզ վասնի, ի վկայություն նոցա և էտանոցած, այլ հորժամ մատնեստենց ձեզ միոքացիք և թե որպես և զինչ խոսիցիք, զիտացիք ձեզ իժամունային միք, զինչ խոսիցիքն, զի ոչ եթե դուք իցեք որ խոսիցիքն, այլ հոգին օրձերով, որ խոսիցի ձեզ, մատնեցե և պայր զեղպայրիմա, և հայ զորքի և արմիցեն, որդիք և վրահարցին և սպանանիցեն ըզնոսա, և լիցի կատեջել կամենեցում, վասնամբանի մով, որ ամպերեցե իսպարնակեց է։ Եվ ևս խաղությանս Տեր Աշեսու
ոգիր, զիարժանին կնրության արասցեր, լվից հետ էր ձայն առաջարացմերով, ընկացիս խնդրվածը սրտից մերով, սոցես անցանս մերոր, մեսի վրա մեր, աղոտ մեր և խնդրված կամենայն ժամը ծեն առաջի մեծի դերության նորա, և նա կացել մեզ միաբանիով, հավատով և արդարության բաստակելի գործս բարյավ, զիզողորմությանը շնորհացուրարաս երկրաներ, Տերն ամենակալ կեցուցե և ողոր մեսի, Դրժանը սուր պատարակից և զարաշակալը սաղության պանցուցանել հավատով, իդյարներ խտրեսուր, Ըսրեշտար խաղության պապանանցած մերոց, իդյարներ խտրեսուր, Ըսկալություն և ըստողություն անցանած մերոց, իդյարներ խտրեսուր, Ըստըմով հաճից մեծ երկրարով բնություն օգնություն անձանց մերոց, իդյարներ խտրեսուր, Եվ ևս միանան բասն ճշմարիտ և սուրբ հավատույց մերով, ըստեր աղաչեսուր, Սանձինս մեր և զգիմյանս դյարն աստուծու ամենակալին, անձնարասուր, Որ միած մեզ Տեր Աստված մերս մեծի ողորմության կում, Աստծու կամենեկյան միաբանության, Որպեսի արժանավոր կեղիցու գողության պարավորել, ըստ ես ընթոր և սուրբ ողբույն, արժան և միշտ և ավիտյանս հավիտելին զամեն, աղաղություն Աստուծո երկրպագ Եսուս, Խաղությանքով Քրիստոս բրգիչ մեր, որի վեր է կամսանին են գիտս և ըսպանս, ամրացոց մեծ Եվանից դուխ պայա համենայն չարել, հավասարյաս մեզ են ճշմարիտ երկրպագուստով, որ ողորմ և ճշմարտության երկրի պարդանել, վասնզի ամենասուրբ երողությունը, բարևված, կանցուն երկրպագից, արժան և միշտ և ավիտյանս, Ավիտենի, օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Օրհնյալ Տեր, Տեր Աստված, օրհնես Տեր ամենեսյան։
Ընդ որում քեզ հոր մի անգամ այ եւ ողջ սրբով, վայրը բարի կանչու
Արժի ես իշ երողությանը սարուքենից ամեն խաղություն ամեն եսով Աստուծոն երկրպագ Եսուս ողջույն կուպրիմյան իհամբույն սրբության և որ ոչ է կարող խավորնիլ Աստվածային օրը լույս ադրուս երեք և աղոտ տեսնեք Ողջույն տգնիմյաս Քրիստոս իմիջմետ Եվ ամարտակապես գոջերով աղաղակել անդոսի և ասել Oh
լինի, որ բացուզե և բազմած բացվի, իքավություն և իքավություն
Երիցի շատակի սուրբ պատարակ սաղաչել, Սուրբ և աստվածաճո, ներսեսի մեծի այրապետումներով և խադա եպիսկոպոսին, որով այսօր շատակն կատարեցավ, Երիցի շատակի սուրբ պատարակ սաղաչել, Եվ առաջին լուսավորչածն, Սրբոս Թադեոսի և Բարտեոմեոսի առաքելոցն, և Գրիգորի լուսավորչին, Արիստակեսի Վրտանեսի, Ուսրանին Գրիգորիոսի, Ներսեսի Սահակա, Դանելի և Խադա, Եսրոքա Վարդապետին, և Գրիգորին Արեգացվույն, և Ներսեսի Կլարեցվույն, Հովանու Որոտեցվույն, և Գրիգորի Մովսեսի Պատեվացյան, և Սրբոս Գրիգորի Սանտիվներսիսյան, Հովաց և Հովապետաց Հայաստանյան, Երիցի շատակի սուրբ պատարակ սաղաչել, միանձնացելով սրբով, Արաքինասեր և աստվածասույց կրոնավորածն, Պողոսի Անդոնին, Պողա Մարգարա, Օնոփիոսի Աբա Մարկոսի, Սրափիոնի Նեղոսի Արսենի և Ագրիպպա Սամա, Հովհաննիսյան և Սիմոնյան, Սրբոս Ոսկյան և Սուքյասյան, և ամենայն Սրբոս հարց և աշակերտելով Սոնցին ընդիեզել, Երիցի շատակի սուրբ պատարակ սաղաչել, Աղրավորած հավատացելով, Սրբոս Աղկարու Կոստանդիանոսի Տրտատա և Թեոդոսի, և ամենայն սուրբ և բարեպաշտակը վրացիվ աստվածասեր իշխանալ, Երիցի շատակի սուրբ պատարակ սաղաչել, ամենայն հավատացելով, հանած և կանանց, ծերոց և տղայոց, և ամենայն շապասակի հավատով և սրբության մի Քրիստոս վրանջացելով, Երիցի շատակի սուրբ պատարակ Եվս արավես, Եպիսկոպոս ապետն եվս պարտական այրապետն ամենայն հայոց, Տեր, Գարեգին երկրորդ սրբազնագույն կաթողիկոսը և Մասյատոկը թեմիս ըստ բարեխնամ առաջնորդն, ըստ Տեր Ռուբեն Ստեփազան եպիսկոպոսը շնորհեցրեց մեր ընդերկայնավուս ուրի վարդապետության։ Նաև Ստանդարտություն Հայաստան, Արցախ, Արևմտյան Հայաստան, աշխարհացած և ժողովրդս հայոց զորացրեց և պահպանեցրեց համայնք ամսնդովանյամ ամենազորաչոքով իշինության, իր խաղաղության և Եպիսկոպոսապետին վերո և պատվական հայրապետին, ամենայն հայոց կյարն գարեգնի սրբազնագույն կաթողիկոսին և Մարսյացոտըմնեմիս բարեխնամ առաջնորդին, կյարն ուրբենասրբազան եպիսկոպոսին և քահանայիս որս պատարակ գզմատության է և ասնձորության և աղբության ստարգավորած Քրիստոնների և իշխանած բարեպաշտի ծաղաչեցու
և մտվեց ծուրկ և աստող խոստանգուցերով, և սարավել աստանգության ապունապետացնվերով, և շինողած սրկո երկևեցուց երորդ ընտողանյալ զորին են հանգության, և պայսմերով կերելով, և շոր առաջիկա ժողովրդյան, անգիստ հարատով և սրկության են Քրիստոս կարևոցը, և իջի շակատի սուրբ ատարած, Շատակեցակ և սարավելապես ըստեր աղա Ոստվացածին միշտ հույս
Հոր եւ Որդու եւ Որդու Սրտով ամեն։ Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ գայլերի մեջ։ Այսուհետև խորագետ եղեք օձերի պես և միամիտ աղավնիների նման։ Զգուշացեք մարդկանցից, որովհետև պիտի մատնեն ձեզ ատյանների և պիտի տանջեն ձեզ իրենց ժողովարաններում։ Ձեզ պիտի տանեն կուսակալների և թագավորների առաջ իմ պատճառով, որի մասին վկայություն տաք նրանց և հեթանոսներին։ Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի արեք, թե ինչպես կամ ինչ պիտի խոսեք, որովհետև այդ ժամին ձեզ կտրվի այն, ինչ պիտի խոսեք, քանի որ ոչ թե դուք եք, որ պիտի խոսեք, այլ ձեր Որ հոգին, որ պիտի խոսի ձեր միջոցով։ Եղբայրն իր եղբորը մահվան պիտի մատնի, և հայրը որդուն, և որդիները հայրերի դեմ պիտի ելնեն, և նրանց պիտի սպանեն։ Իմ անվան համար բոլորից պիտի ատվեք, իսկ ով մինչև վերջ համբերի, նա պիտի փրկվի։ Մատթեոսի ավետարանի 10-րդ գլխից էր այդ փոքրիկ հատվածը, որ խոսեցի։ Ասում է, ահա ձեզ ուղարկում եմ ինքեր ոչխարներ գայլերի մեջ։ Ում մասին էր խոսում այդ Հիսուս Քրիստոսը։ Իր առաքյալների մասին, իր աշակերտների մասին։ Բայց այս խոսքը միայն այդ պահի համար չէր ասված։ Քրիստոս իր առաքյալների հետ էր խոսում։ Այս խոսքը ասված է բոլոր ժամանակների, բոլոր դարերի և Քրիստոսի բոլոր հետևորդների համար։ Մենք միշտ ակնկալում ենք, որ մենք այս աշխարհի մեջ աշխարհի ընկալումներով հաղթանակ պիտի ունենանք։ Այսինքն պիտի իշխանություն ունենանք, պիտի զորություն ունենանք, բայց ավետարանը նման բան չի խոստացել։ Ոչ առաքելական ժամանակներում, ոչ էլ հետագա դարերում, այլ ինչ է խոստացել, որ դուք պիտի լինեք որպես ոչխարներ գայլերի մեջ։ Այսինքն գայլերը ինչ պիտի անեն ոչխարներին, պիտի հոշոտեն։ Պիտի ձեզ մատնեն թագավորների, դատավորների, ատյանների, պիտի կանչեն պատասխան տալու, բայց մի վախեցեք, ասում եմ, մի մտահոգվեք, ես ձեզ հետ եմ լինելու։ Եվ որ մենք նայում ենք եկեղեցու պատմությունը, որ դարում այս բաները չի եղել։ Որ դարում չի եղել հալածանքներ եկեղեցու նկատմամբ, քրիստոնեության, քրիստոնյաների նկատմամբ, երբ չեն սպանել, երբ չեն դատավորների առաջ անել, թագավորների առաջ անել, միշտ եղել, եթե միշտ եղել է, մինչև մեր ժամանակները 20-րդ դարը, մենք ինչի ենք ակնկալում, որ մեր օրերում նման բաներ պիտի չլինի, որ մեր օրերում հակառակը պիտի լինի, ի քրիստոնյաները իշխանություն ունենա և իշխեն երկրի վրա։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսն ինքը իշխանություն ունեցավ, ինքը թագավոր է հավես աշխարհի մեջ։ Երբ որ Քրիստոսին ուզում էին ժողովուրդը բռնեին, տանեին, թագավոր դարձնեին, հացի բազմացումից հետո, ինքը խուսափեց, հեռացավ գնաց։ Երբ որ Պիղատոսն ասեց դու թագավոր ես, ասեց իմ թագավորությունը այս աշխարհից չի,
Այո, թագավոր եմ, բայց ոչ աշխարհի ընկալությունով թագավոր։ Իմ թագավորությունը վերին թագավորություն է, երկնային թագավորություն է, աստվածային թագավորություն է։ Բայց մենք այս ամեն ինչը մոռացած միամտաբար կարծում ենք, թե մենք պիտի թագավորենք այս աշխարհի մեջ։ Մենք պիտի հեթանոսներին, անհավատներին, Քրիստոսի եկեղեցու հակառակորդներին պիտի հալածենք, քշենք, հեռացնենք եւ մեր թագավորությունը եւ իշխանությունը հաստատենք այս աշխարհի մեջ։ Այդպիսի բան չկա գրված ավետարանում, խոստացված եւ չի լինելու այդ բանը։ Այո, մենք չենք պարտվելու, մենք հաղթելու ենք այդ բոլորին։ Բայց ինչպես ենք հաղթելու։ Ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոս հաղթեց։ Ինչպես առաքյալները հաղթեցին։ Ինչ արեցին։ Իրենք նահատակվեցին, բայց հաղթեցին։ Չընկճվեցին։ Չպարտվեցին։ Տեղի չտվեցին։ Չտկարացան, չթուլացան։ Ինչքան հալածանքն ու նեղությունը շատացավ, այնքան իրենք զորացան։ Եվ հատվածի վերջում ասում են, իսկ եղբայրը երբ որ դեմ պիտի դուրս գա, որդիները հայրերի, հայրերը որդիների իրար պիտի սպանեն։ Բայց ասում է, ձեր համբերությամբ պիտի ձեր փրկությունը շահեք, ձեր որդիների փրկությունը։ Այսինքն այդ ամեն ինչի մեջ պիտի համբերությամբ դրթանաք։ Զորանանք Քրիստոսով, հավատքով։ Այսօր մեր եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին նշում է տոնը մեր մեծանուն սրբերից Ներսես մեծ հայրապետի եւ Խաթ եպիսկոպոսի, որոնք ապրեցին 4-րդ դարում։ Ներսես մեծ հայրապետը Գրիգոր Լուսավորչի թոռան Հուսիկի թոռն էր, այսինքն Գրիգոր Լուսավորչի թոռան թոռն էր։ Եվ Ներսես մեծը կաթողիկոս դարձավ շատ երիտասարդ տարիքում։ Վարքագիրներն ասում են գրեթե 25 տարեկան հասավ։ Եվ ինչպես կաթողիկոս դարձավ։ Երբ Փառեն կաթողիկոսը վախճանվեց, ժողովուրդն ուզեց, որ Գրիգոր Լուսավորչի տոհմից մեկը լինի կաթողիկոս։ Եվ բոլորի հայացքը սևեռվեց Ներսեսի վրա, որը պալատական պաշտոնյա էր, զինվորական էր այդ ժամանակ։ Բայց Աշճանք երկրորդ թագավորը պարտադրանքով իրեն կաթողիկոս դարձրեց։ Հրաժարվում էր, չէր ուզում։ Ասում էր, դուք հիմա բոլորը ինձ ուզում եք, որ ես կաթողիկոս դառնամ, բայց դուք չեք ապրում քրիստոնեական վարք ու վարքով։ Դուք չեք ապրում Աստծո պատվիրաններով։ Դուք չեք ապրում Աստծուն հաճելի կյանք։ Իսկ ես ձեր դրա համար պիտի հանդիմանեմ, նախատեմ։ Եվ շուտով ես ձեր թշնամին եմ դառնալու, եւ բոլորը պիտի ինձ ատեք։ Հիմա ուզում եք, որ ես դառնամ ձեր հովիվը, բայց շուտով ինձ բոլորը պիտի ատեք։ Եվ ճիշտ էր ասում ու մարգարեանում էր։ Ի վերջո երբ բռնադատեցին զինվորական հագուստը, իշխանական հագուստը վրայից հանեցին, սքեմ հագցրին եւ ձեռնադրեցին Սարգսակ եւ ուղարկեցին Կեսարիա, որպեսզի եպիսկոպոս ձեռնադրվի, եւ ձեռնադրվեց ու վերադարձավ, իսկապես Գրիգոր Լուսավորչի եւ իր որդիներին ու թոռներին արժանի հետևորդ եղավ։ Որտեղ ավետարան էր քարոզում, քարոզչությամբ էր զբաղվում, Քրիստոսի սուրբ ավետարանի լույսն էր տարածում Հայաստան աշխարհում,
հանդիմանում էր մեղքը, հանդիմանում էր անօրենությունը, հանդիմանում էր կռապաշտությունը, նաև Ներսես մեծի անվան հետ կապված շատ կարևոր մի հանգամանք մեր իրականության մեջ։ Ներսես մեծ հայրապետը համարվում է բոլոր բարեսիրական կամ բարեգործական, այսօրվա խոսքով ասած, կամ մարդասիրական հաստատությունների հիմնադիրը։ Իր օրոք էին, որ Հայաստանում բացվեցին աղքատանոցներ, հիվանդանոցներ աղքատների համար, ուրկանոցը, որտեղ խնամք էին տանում հասարակությունից մերժված վարակիչ հիվանդություն ունեցող մարդկանց, բորոտների և ուրիշ վարակիչ հիվանդություն ունեցող մարդկանց, որքանոցներ, ճանապարհորդների համար իջևանատներ, ասում են Ներսես մեծ իր հագուստն ու իր կերակուրը կիսում էր աղքատների հետ, շատ աղքատասեր էր, և այս բանը անում էր ամբողջ Հայաստան աշխարհով մեկ և ուներ հավատարիմ մի աշակերտ Խաթ Ավագ Սարգսակը, որին վերակացու էր նշանակել այս բոլոր գործերի վրա։ Ներսես մեծ կաթողիկոս դարձավ ընտրվեց 353 թվականին, արդեն ասացի շուրջ 25 տարեկան հասակ և կաթողիկոս եղավ շուրջ 20 տարի, մեծամեծ բաներ արեց Հայաստան աշխարհի մեջ, շատ մեծ գործեր, որ իրենց շնորհվեց մեծ մագդիրը, Ներսես մեծ կոչվեց, Ներսես կաթողիկոսներ շատ են ունեցել, բայց ինքն է կոչվում մեծը դրանցից, Ներսես մեծ, բայց ինչ եղավ, ժամանակի ընթացքում այն Արշակ թագավորը, որ իրեն զորով գրեթե կաթողիկոս օծվել տվեց, դարձավ իր թշնամի, ինչի, որովհետև ինքը նախատում էր թագավորին, իր անօրեն, ոչ քրիստոնյա, հեթանոս վարք ու բարքի համար, անառակությունների համար, սպանությունների համար, որ թագավորը գործում էր։ Եվ սկսեցին հալածել կաթողիկոսին։ Նույնիսկ այն աստիճան, որ Ներսես մեծը ստիպված եղավ արքունիքից հեռանալ մի որոշ շրջան։ Իր փոխարեն թողնելով Խաթ եպիսկոպոսին, իր Սարգսակին, որին եպիսկոպոս էր ձեռնադրել և թողել էր իրեն փոխանորդ։ Երբ որ Խաթն էլ սկսեց հանդիմանել թագավորին, նախ թագավորը փորձեց կաշառել Խաթին նվերներով, բայց չկարողացավ։ Խաթը թագավորից նվերներն առնում էր, բաժանում էր աղքատներին, շարունակում էր թագավորին հանդիմանել։ Ի վերջո քաշ տրտեցին Խաթին, վրացել ծանել տվեցին, բայց ասում է Խաթի աղջկա ամուսնու եղբայրները, որ ապրագունյաց տողմի իշխաններն էին, Խաթին ազատեցին այդ հալածողների ձեռքից և փախցրեցին տարան։ Այսինքն, ինչ է նշանակում, շատ բան է փոխվել աշխարհի մեջ։ Շատ բան չի փոխվել։ Եվ Քրիստոսն ասեց այդպես. դուք պիտի լինեք որպես ոչխարներ գայլերի մեջ, և գայլերը պիտի հոշոտեն, փորձեն, բայց մի վախեցեք, ես ձեզ հետ եմ լինելու, ես ձեզ մենակ չեմ թողնելու, ես ձեզ պիտի տամ այն խոսքը, այն միտքը, ինչով դուք պիտի խոսեք, ինչով պիտի ընդդիմանաք այդ ամեն ինչին։ Եվ ասում եմ մինչև վերջ ով համբերի նավիդի տրկվի։ Ի վերջո Արշակ թագավորը կանչվեց Պարսկաստան և Պարսից շահի կողմից բանտարկվեց, որտեղ էլ բանտում ինքնասպանության իր կյանքի վերջը գտավ։
Նրան փոխարինեց իր որդի, որով ժամանակ անց Պապ թագավորը, որը սկզբից լսում էր Ներսես Հայրապետի հորդորները, հետո ինքն էլ սկսեց անառակ վարքով ապրել եւ ինքն էլ սկսեց հակառակվել ուրեմն Հայրապետին, այն աստիճան, որ մի օր Ներսես մեծը Պապ թագավորին թույլ չտվեց եկեղեցի մտնել, արգելեց։ Այստեղ արդեն թշնամություն ասավ իր գագաթնագետին։ Եվ տարբերակներից մեկը Ներսես մեծի վախճանի ասում են, որ Պապը կազմակերպեց Ներսես մեծին թունավորել։ Թեև Օրմանյան պատրիարքը հավանական չի համարում այդ տարբերակ, ավելի շատ ասում է Ներսես այդ պայքարների եւ այդ լարված ընթացքի մեջ ասում է արդեն սրտի կամ հոգերի այդպես քրոնիկ հիվանդություններ էր ստացել, որի արդյունքում շատ երիտասարդ տարիքում, գրեթե 45 տարեկանում, ուրեմն ննջեց Հայրապետը։ Իրանից առաջ ասում են ննջել էր նաև իր հավատալին, ուրեմն զինագիծը, որ բոլոր գործերում էր իր զինագիծն էր, իր հավատալին ընկերակիցն էր Խավ եպիսկոպոսը, որի մասին էլ բազմաթիվ հրաշքներ են պատմում, ասում են այդ հրաշագործ էր ինքը, բազմաթիվ հիվանդներ էր բժշկում, աղոթքով, զարմանալի բաներ էր անում, գործեր էր անում, որ ամենքին զարմացնում էր։ Խավ եպիսկոպոսի վարքի մեջ մի բան է հիշում, ասում է մի թերություն ուներ, ինչ էր, ասում է սիրում է շատ շքեղ հագնվել եւ շքեղ նժույգով շրջել։ Բայց ասում է, երբ ինքը հանդիմանում էր, ուրեմն իշխաններին ոչ քրիստոնեական վարքի համար, իրեն էլ հանդիմանեցին այդ շքեղության համար եւ ասում է, այդ օրվանից այլևս մինչև կյանքի վերջը ձիչը հեծնեց, էշով էր ման գալիս այդ օրվանից եւ ասում է, շքեղ հագուստներից հրաժարվեց, խարազանած գեստ էր շրջում ամենտեղ։ Բայց այս հանգամանքը իր սրբությունը չէր նսեմացում, հակառակը։ Ասում է, երբ մի անգամ գողերը իր եզները գողացել էին, Աստված ասում է, ուրացվեց գողերին եւ գողերը ասում են, սխալմամբ եզները քշեցին, հետ բերեցին տիրոջը, Խավ եպիսկոպոսին բերեցին, ասում է, Խավ եպիսկոպոսը աղոթեց, այդ գողերի աչքերը բացվեցին, ուրությունը բժշկվեց, հետո այդ մարդկանց ասեց, լվացեք, սեղանցեք, կերակրեք, խմացրեց, պատվեց գողերին, վերջում իր եզները մնիրեց գողերին ճանապարհեց։ Եվ ասում է, այդ վարմունքը պատճառ եղավ, որ այդ գողերը դարձի գան։ Եվ այդպիսի բազմաթիվ դրվագներ Խավ եպիսկոպոսի դան։ Ներսես մեծը ոչ միայն մեծ քարոզիչ էր ավետարանի, այլ ավետարանը իր կյանքով կյանքի կոչող է։ Այստեղ պատշաճում է Հակոբոս Սալակյանի խոսքը, որ ասում է հավատքը առանց գործերի մեռած է։ Ինքը ավետարանական հավատքը գործնական կյանքի է բերում։ Սեր, խնա, հոգացություն ցույց տալով բոլորի հանդեպ, ովքեր իր կարիքն ունեն։ Իր սեղանից միշտ անպակաս էին աղքատները։ Իր սեղան էր միշտ աղքատները, իր սպասքից աղքատները։ Խավ եպիսկոպոսի մասին էլ ասում են, ինչ ընդունում էր ձեռքը, բաժանում էր կարիքավորներին։ Բայց ասում է, հաջորդ օրը այդ շտեմարանները Աստված նորից լցնում էր հրաշքով։ Եվ երբեք չէր պակասում են ինչ ինքը բաժանում էր։ Ասում է, տալն ավելի օրհնյալ է, քան առնելը։ Այս խոսքի համաձայն ինքը տալիս է։ Ուրեմն այսպիսի սրբեր ենք ունեցել եւ այսպիսի սրբերի տոնն է, որ այսօր ենք կատարում։
մենք խնդրենք այս սրբերի բարեփոխությունը, որ իրենց աստվածային շնորհներից Աստված մեզ է բաժին հանի իրենց բարեփոխության։ Այսօրվա մեր ժողովրդին, մեր եկեղեցում, մեր հոգևորականությանը, որ մենք իրենց հավատքով զորանանք, որ չընկրկենք թշնամու դեմ։ Այդ թշնամի սատանանը, որ տարբեր կերպերով խոսում է, հավատքի ընթացքը շեղել, խանգարել, ցույց չտալ։ Այդ ժամանակ արշակի միջոցով, պապ թագավորի միջոցով, հետագադարին տարբեր մարդկանց միջոցով, մինչև այսօր էլ ուրիշ մարդկանց միջոցով։ Բայց ավետարանական հատվածն ասում է, քաջալերվեցեք, ես հաղթեցի աշխարհը։ Ձեր համբերության, ձեր հոգիների թրությունը պիտի շահեք։ Ուրեմն հիշենք այս բանը, քրիստոնյայի կյանքը երբեք հանգիստ բայր չպիտի լինի այս աշխարհում, այլ ինչ պիտի լինի։ Պիտի լինի պայքար, պիտի լինի համբերություն, պիտի լինի Քրիստոսով զորացում եւ ի վերջո հաղթանակ։ Այնպես ինչպես հաղթեցին սուրբ առաքյալները, ինչպես հաղթեցին մեր սուրբ հայրապետները, ինչպես հաղթեցին ներսես մեծ հայրապետը եւ կալ Յասկովս։ Աստծո շնորհը, սերը խաղաղություն։ Այսօրվա սրբերի բարեփոխության։ Ես ուզում եմ ուղղակի հիշեցնել, որ մեր այս ամառվա շրջանում մինչև սեպտեմբերի 1-ը մեր իրաքնորյա պատարակները նույնպես ժամը 10-ին պիտի անեն։ Այսպիսի բան թեմում ընդհանուր այսպիսի ուրեմն հրահանգում ենք, որ իրաքի օրերը պատարակները ժամը 10-ին անեն, ուղղակի շոկի հետ կապված ուրիշ խնդիր չկա, որ ավելի վաղ լինի, շոկը շատ չի։ Երկում ես համարձակազայն բարբարով, բանանս բերանս մեր, բարբարոս է երկնավորտայն երկել և ասել։
Սուրբ Աստված Մարիա Օգնություն եւ շարքոր եւ որդոր եւ ողջույն սրբով արժանի
ասացեք մեր Աստուծոց, հավատամքի հայր Սուրբ Աստված ճշմարիտ, հավատամք Որդին Սուրբ Աստված ճշմարիտ, հավատամք
Thank you.
Խալք Եպիսկոպոսի